23 քրեական գործով դատականիստը դատականիստերի քարտուղարությունում զեկուցել ովքեր են ներկայացել Պատվաշան դատականիստը ներկայացել հանրային մեղադով Հայկ Մարգարյանը, մեղադել Անժելիկ Վերոնյանը, Պաշտպան Նարեկյանը, դժոխքի իրավահաջորդներ Հարություն Օհանյանը, Ստեփան Հակոբյանը, Աննա Իվանյանը, Սիրոբ Տիգրանյանը, Հակոբ Ղալացյանը, դատականիստի իրավահաջորդում իրավաբանների օպերատոր Վարդան Մանուչարյանը, դատականիստին չեն ներկայացել դժոխքի իրավահաջորդներ Մեհուժան Արաքելյանը, Արարատ Ազարյանը, Յուրա Ղազարյանը, Արմեն Սարուսունյանը, Մինաս Սահակյանը, Դավիթ Ղազարյանը, Կարեն Կիրակոսյանը, Դարվին Արքոյանը, Արամ Մկրտչյանը, դժոխներ Վարեն Մելիքյանը, Արմեն Հակոբյանը, ինչպես նաև դժոխների ներկայացուցիչ Սամվել Անդրասյանը։ Շնորհակալություն։ Չներկայացած անձանց բացակայության պայմանների նիստը շարունակելու հետ կապված խոչընդոտներ կան։ Ոչ, չկան պատվորան։ Հաշվի առնելով, որ նախորդ դատականիստը հետաձգվել էր, որպեսզի պաշտպան հնարավորություն տրվի համապատասխան միջնորդությունը պատրաստելու համար, միևնույն ժամանակ դատարանի աշխատակազմի միջոցով ձեզ հասանելի է դարձրել ինչպես հանրային մեղադրանքի կողմից դատարանի նույն մուտքով մուտք գործելու հետ կապված համապատասխան պարզաբանման, այնպես էլ դատականիստի արձանագրության կրիչը, ճիշտ եղել պաշտպան։ Դատարան արձանագրում է նաև սուտ որպես բարոյթով սույն քրեական գործին առնչվող տեղեկատվություն, դեռևս սույն թվականի հուլիսի 23-ին դատարանը հարցում է ուղարկել սույն դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարողին, նշելով, որ քրեական գործի հետաքրքրության հարցությամբ պայմանավորված ընտրում է տրամադրել զինվորական դատախազության գերարքունիքի կայացրել զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի կողմից 2026 թվականի հունիսի 17-ին հակակառուցող դատարան մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի մի պատասխան ստացվել է հետևյալ գրությունը։ Ի պատասխան ձեր 2407/2026 թվականի գրության տեղեկացնում եմ, որ զինվորական դատախազության գերարքունիքի Մայրզորի կայազորի զինվորական գերարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը 2026 թվականի հունիսի 17-ին համաձայն դատական դեպարտամենտի վերաքննիչ վարչական և հակակոռուպցիոն դատարանների դատական կարգադրիչների կողմից դատականիստի ընթացքում իրականացված գործողությունների գրանցման մատյանի անցագրերի հաշվառման մատյանի տվյալների ժամը 09:50 րոպեին մուտք է գործել դատարան, ստացել դատավոր Վահագն Սարգսյանի մոտ այցելության համար և ժամը 10:35-ին կարգադրիչների ծառայության է վերադարձրել անցագիրը, ինչից հետո գնացել է դեպի դատականիստերի թիվ 3-րդ դահլիճ, նախապես նշանակված դատականիստին մասնակցելու համար։ Դատավորության կողմից որևէ մեկը ծանոթանալ անհրաժեշտություն տեսնում է։ Ոչ, Խնդրեմ, Արգելի պաշտպան ներկայացրեք միջնորդություն։ Պատվարժան դատարան, ես նախ դատարանում ներկայացնում անցած նիստին իմ կողմից ներկայացված միջնորդության գրավոր տարբերակը քրեական գործի գալուտին կցելու համար։ Պատվարժան դատարան, մինչև միջնորդությունս ներկայացնելը նախ ցանկանում եմ հայտնել, որ միջնորդությունը իր ծավալով ոչ այդքան փոքր է, սակայն այդքան էլ մեծ չի։ Ներկայացնես որներ։ Դաշնի մարդկայնության հրավերի մասը։ Որներ վրա։ Այո։ Ըստ էության, սույն միջնորդությունը նախորդ դատականիստի քննության առարկա կատարվել է, որպես վարույթի նյութ գցելու համար քրեական գործին վերստին նույն միջնորդության գրավոր տարբերակն է ներկայացել պաշտպանի կողմից, որևէ առարկություն տեսնում եք գծվում է քրեական գործի նյութերին։ Պատվարժան դատարան, միջնորդությունը այդքան փոքր չի ծավալով, սակայն հավատացեմ և կարծում եմ, որ իսկ հնարավորություն կընձեռն է ամբողջ ծավալով ներկայացնել միջնորդությունս։ Նաև պատվարժան դատարան մի նկատառում ևս համոզված եմ, որ իմ այս միջնորդությունը դատարան հենց այդպիսին էլ ընդունում է։ Բայց ավելորդ չեմ համարում ևս մեկ արձանագրում կատարել։ Իմ միջնորդությունը բացառապես իրավական է։ Կապված է բացառապես իրավական։ Վերցնում եմ դատարանը, այլ ոչ թե Լևոն Պետրոսյան մասնավոր անձին։ Համոզված եմ դատարանը այդպես ընդունում է, ուղղակի ցանկացնում եմ այսպես։ Միջնորդություն բացակայում է։ Սույն քրեական գործով դատարանի կողմից ցուցաբերված պաշտպանության կողմից թույլ է տալիս համոզված կերպարի ձեր որպես դատավորի կանաչատվության և կողմնակալության վերաբերյալ ողջամիտ կասկածների առարկայությունից։ Նշված համոզմունքը պայմանավորված է հետևյալով։ Սույն քրեական գործով վարույթը ձեր կողմից ստանձնել է 2025 թվականի սեպտեմբերի 20-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին կայացվել է սույն քրեական գործով նախագծի դատական լսումների առաջին նիստը, որի ժամանակ ի թիվս այլնի դատարանը մասնավորապես նշել է։
Միևնույն ժամանակ հնարավոր ձեր մտահոգությունը դատավարության մասնակիցների փառատելու համար, թե սույն քրեական գործը վերսկսնել, սակայն դա խոչընդոտ չէ արդենից նշանակված նախորդ դատավարի կողմից նշանակված փորձակնություն։ Դատարանը գիտի, որ նախորդ դատավորի պարոն Խաչատրյանի կողմից նշանակվել է ռազմագիտական փորձակնություն։ Նախորդ շաբաթվա ընթացքում դատարանը ստացել է դրություն առայն, որ փորձագիտական հանձնաժողովը ձևավորվել է եւ ակնկալում է քրեական գործի նյութերը։ Դատարանի կազմել է քրեական գործի նյութերի պատճառները, ինչպես նաեւ վեկաների հարցակնությունների, արձանագրությունների արտացոլել է քրեշների վրա, որոնք հնարավոր սեղմ ժամկետում ուղարկվել են փորձակնության իրականացման եւ սույն գործով դատավարության ընթացքում հաջորդաբար իրականացվող դատական նիստերը փորձակնության կատարմանը որևէ խոչընդոտ չեն հասնում։ Այսինքն, դատարանը արձանագրել, որ անկախ դատականությունը վերստին նորից սկսելու հանգամանքից նշանակված ռազմագիտական փորձակնության կատարումը չի չեղարկելու այն կատարելու։ Այնուհետև, սույն թվականի հոկտեմբերի 24-ին կայացած դատական նիստի ընթացքում, անդրադառնալով հետազոտման ենթակա ապացույցների ծավալին եւ հերթականությանը, դատարանը նաեւ նշել է. Ինչ վերաբերում է փորձակնության եզրակացությանը, դատարանը արձանագրում է հետևյալը. Փորձակնության նշանակման որոշումը իհարկե գոյություն ունի։ Դատարանը չի կարող հակառակի մասին որևէ դիտարկում իրականացնել, չվերացված որոշում։ Կազմվել է համապատասխան հանձնաժողով, միայն մի դիտարկում։ Այդ փորձակնության եզրակացությունը ստանալու համար համապատասխան միջնորդություն ներկայացնելիս համապատասխան տրվել են որոշակի ելակետային տվյալներ, որոնց առողջությամբ դատարանը արձանագրում է, որ վերստին դատականությունը սկսելու պայմաններում համապատասխան անձին դեռևս պետք է հարձակվեն, համապատասխան նյութերը ևս պետք է ուսումնասիրեն։ Այս առնչությամբ դատարանը գտնում է, որ դեռևս զրկված է վերստին փորձակնության իրականացման անհրաժեշտության կապակցությամբ դիտարկում կատարելու հնարավորությունից։ Գտնում է, որ նշանակված փորձակնությունը այս պահին պետք է թողնվի անկատար։ Իսկ դատականության համապատասխան փուլում, եթե լինեն համապատասխան միջնորդներ, ապա կքննարկի կրկին փորձակնություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս դիտարկումները փորձակնության վերաբերյալ դատարանը գնահատում է բավարար։ Այնուհետև, նույն նիստի ընթացքում, քննարկելով այլ վերաբերելի հարցերը, դատարանը պատասխանելով իմ այն հարցին, թե քրեադատավարական որ նորմի պահանջների պահպանմամբ է դատարանը չեղարկել նշանակված փորձակնությունը, դատարանը մասնավորապես պարզաբանում է. Նշանակված փորձակնության անկատար թողնելու վերաբերյալ կոնկրետ իրավանում կոնկրետ քրեադատավարության օրենսգիրքը չի պարունակում, եւ տրավաբանական չէ կարծել եւ դատարանից ակնկալել, որ պետք է կոնկրետ իրավանորմի վկայակոչման կատարի այլ գործողություն։ Դատարանը արձանագրում է, որ սույն դատականությունը սկսվում է նորից, վերստին պետք է հետազոտեն ձեր դրված ապացույցները, ինչպես նաև կողմերի ներկայացված ապացույցները։ Դատարանը նկատի ունենալով հնարավոր այն իրադրությունը, որ ելակետային տվյալները նշանակված փորձակնության համար ուղարկված որոշման մեջ արտադրված չի բացառվում, որ կարող են որոշակի փոփոխություններ ենթարկել, սույն դատականության ընթացքում ապացույցները հետազոտվեն։ Այդ հանգամանքի հաշվառմամբ եւ հնարավոր նմանատիպ իրավիճակը բացառելու նպատակով անկատար է թողնում փորձակնությունը։ Այսինքն, հենց ձեր կողմից արձանագրվել է, որ նշանակված փորձակնությունը ձեր կողմից անկատար թողնելու մասին որոշում կայացնել է որևէ իրավական հիմնավորություն, քանի որ քրեադատավարական եւ որևէ նման հնարավորություն չի ընձեռում։ Նշանակված փորձակնության անկատար թողնելու հիմքում ձեր կողմից դրվել է այն հանգամանքը, որ փորձակնության որոշման մեջ նշված ելակետային տվյալները ձեր չեն բերվել ձեր կողմից, դրանք ձեր կողմից չեն հետազոտվում։ Այս համատեքստում առաջանում է ողջունի հարց։ Եթե քրեական գործով վարույթը ստացնենք նշանակված փորձակնության եզրակացությունը ստանալուց հետո, կրկին նույն հիմնավորման չի թույլատրի այն կողմից որևէ մեկի կողմից օգտագործել։ Ակնհայտ է, որ դատարանը որևէ իրավունք չուներ չեղարկելու անկատար թողնելու նշանակված փորձակնություն։ Իր ունեցած փաստարկների համատեքստում դատարանը կարող է անել միայն մեկ բան՝ թողնել ընթացքի մեջ նշանակված փորձակնությունը։ Եվ եթե իր կողմից հետազոտված ապացույցների արդյունքում ձեռք բերված փաստական հանգամանքները այն աստիճան էականորեն կտարբերվեին արդենից նշանակված փորձակնության հիմքին դրված ելակետային տվյալներից, քննարկման առարկա դարձնել նոր ելակետային տվյալներով վերստին փորձակնություն նշանակելու հարցը։ Դրան հակառակ դատարանը կայացրել է ակնհայտավորումի երկկողմական որոշում։ Առաջին հայացքից այս հարցը զուտ իրավական է, սակայն ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունների զարգացումը, սրանով դրվել է դատարանի անաչառ, անկողմնակալ չլինելու եւ այդպիսին չերևալու։ Այսպես 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում, երբ հարցակնվում էր ուժով Հակոբյանը, իմ այն հարցին, թե արդյոք ուժովի մասնակցությամբ վերջերս ռեպորտաժ պատրաստվել է թե ոչ, եւ ինչ է նա դեպքի մասին հայտնել այդ ռեպորտաժում, ձեր կողմից չի թույլատրվել ուժովին այդ հարցին պատասխանել հետեւյալ պատասխանատվությամբ։ Ինչ նշանակություն ունի վարույթի համար, թե ինչ է ասել ռեպորտաժում։ Դատարանը նշանակություն չի տեսնում ռեպորտաժի հայտնասի մասին։ Այսինքն, դատարանը առանց տեղակայելու ուժովի կողմից ռեպորտաժում հայտնած տեղեկության եւ դրա նշանակությունը
գործունեությունից արգելել է այս հասարակությունը։ Բացի այդ, հետազոտող ապացույցների ծավալը լրացնելուց 2026 թվականի հունվարի 14-ին կայացած նիստի ժամանակ միջնորդորեն հետազոտողը նաև հիշյալ եղել, սակայն հանրային մեղադրողի կողմից այս մասով առարկություն ներկայացնելուց հետո ներկայացված միջնորդությունը ձեր կողմից մերժվել։ Իսկ ռեպորտաժում ուժով հայտնել է. Հերայանը ասել է, որ եթե չնստեք, չշարժվեք, աշխարհի դավաճան կլինի։ Միթե այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի ուժովների ցուցնիկի արժանավորության տեսանկյունից, քանի որ նա հայտնել է այնպիսի տեղեկություն, որի մասին նախկինում բազմաթիվ անգամ հարցակնվելուց երբեք չի եղել։ Այս կապակցությամբ պաշտպանության կողմի մոտ ողջամիտ հարց է կոչվում։ Իսկ ինչ էական նշանակություն ուներ օրինակ Արտակ Մակսուտյանին ուղղված հարցերը կապված նրա եւ Դավիթ Հարությունյանի հարաբերություններին։ Դրանով հանրային մեղադրողը փորձում է բացել վերջինիս ցուցումների արժանավորություն, չէ՞։ Այս պայմաններում ինչու է թույլատրել ուժանավտակ հարցեր առաջադրել։ Ինչու է պայմանավորված նման կտրականներ։ Միթե սա ևս ցույց չէ ձեր կողմնակալության արկայության եւ կանաչության բացակայությանից։ Պատվաժան դատակ։ Ցուցումների արժանավորության գնահատման հարցում ձեր կողմից հաստատված դիրքորոշումը ևս վկայում է ձեր որպես նախագահի կանաչության բացակայությանից։ Այսպես, 2025 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննարկվում էր նախորդ դատարանում դրված ցուցումների գողում կատարելու հնարավորության հարցը, դուք վերստին համաձայնելով հանրային մեղադրողի հետ արգելել եք հարցակնող անձանց հարցեր ուղղել նաև նախկին դատարաններում դրված ցուցումներից։ Չնայած իմ այն բանը, որ կողմերը չպետք է զրկեն հարցակնողի նաև դատականության ժամանակ դրված ցուցումներից։ Նման դիրքորոշում պայմանավորված է դրելով, որ մեզ համար ակնհայտ է, որ կարևոր նշանակություն է ապացույցների արժանավորության հարցը, որը հնարավոր է գնահատել բացառապես նախկինում տված բոլոր ցուցումները գնահատելով եւ ցուցումների փոփոխության դինամիկայի պատճառները բարձրացնել։ Հետևաբար, որ կարող է եւ պետք է հարցեր տվել նաեւ դատականության ընթացքում տված ցուցումները։ Սա մեջբերում դատական նիստ։ Կրկնում, հարցեր տվել նաեւ ցուցումների փոփոխության դինամիկան ցույց տվել այս կամ այն անձի նախկինում եւ ներկայում ստված ցուցումների էական փոփոխության պատճառը։ Քանի որ կպաստ, որ այս կամ այն անձը իր ցուցմունքը հարմարեցնում է մինչ այդ իր մասնակցությամբ հարցակնված այլ անձի ցուցմունքի հետ, շագերտներում մոռանալով այդ հանգամանքի վերաբերյալ նախկինում տված ցուցմունքի մոռանալուց։ Բացի այդ, 25 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում, երբ հրապարակում էր Հանգուցյալ Զաքարյանի նախաքննական ցուցմունքը, իմ կողմից համապատասխան միջնորդություններ ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի կարգով հրապարակել նաև նրա դատականական ցուցմունքները։ Այն հիմնավորում, որ նախաքննության ընթացքում պաշտպանության կողմը զրկված է եղել իրացնելու իր դեմ վկայած վկային հակընդդեմ հացման ենթարկվելու։ Չնայած օրենսդրական ուղիղ պահանջի, դատարանը ցուցաբերող կողմնակալություն ակնհայտ ապօրինի մերժել է միջնորդությունից եւ գրքի բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը հրապարակել միայն Զաքարյանի նախաքննական ցուցմունքը։ Ես դեռ ամեն ինչ այսպես 26 թվականի ապրիլի 16-ին կայացած դատական 14-րդ դատական նիստին հետազոտվել է Հայկի Գաբրիելյանը։ Հաջորդ օրը ապրիլի 15-ին կայացած նիստի ժամանակ ներկայացան ռազմագիտական փորձակնություն նշանակելու մասին միջնորդություն։ Հանրային մեղադրող պարոն Մարկարյանը առարկայով միջնորդության դեմ մասնավորապես նշել է մեջբերում։ Սրանից ավելի քան 10 ամիս առաջ արված նույնաբովանդակ միջնորդության կապակցությամբ ես իմ դիրքորոշումը հայտնելիս չեմ արել։ Ավելի ինքս եմ հարցեր ներկայացրել։ Այս ժամանակ միջնորդությունը բնականաբար բավարարվել է։ Սակայն ձեր նախագահությամբ արդեն 6 ամիս դեպի դատականության ընթացքում հետազոտված ապացույցներ եւ ընդգծում առավելապես 3 հետազոտված ուժ գաղտնի հրամանի պայմաններով։ Ես այդպես չեմ կարող չարայտել համապատասխան միջնորդության, որովհետեւ ներկայացված միջնորդության մեջ ներառված հարցերի բացարձակման մեջ հետեւյալ ձևակերպում զինված ուժերի ընդհանրապես եւ ինչ օրվա մասնավորապես գործող կարգերի համաձայն։ Իսկ զորույնը 10-20 թվականին զինված ուժերում հստակ գործել է այն ընդհանուր եւ միասնական բլայկետային նորմը, որը մենք երեք հետազոտեցինք եւ դրանում բոլոր հարցերի պատասխանները կան։ Դրան բավարար համապատասխան վերցիկայացնելու մասնավորապես։ Ու ավելի չծանրաբեռն է պարոն Մարկարյանի ելույթը, ամեն դեպքում իմ առարկայում միանշանակ հիմքը երեք է հայտեկել, քանի որ կրկնում եմ, ես չեմ առարկել, ավելին ես եմ հարցեր ուղղել, բայց հիմա 0069 հրամանով զու բոլոր տեսակի զորքերում նույն կարգի սահմանված լինելու պայմաններում գրվում են գործարքները այստեղ անելիք չունեն այլևս։ Անելիք ունի դատարանը, որը պետք է գնահատի հետազոտված ապացույցները ստացված դրությունների հետ համադրի եւ կայացնի համապատասխան գործ։ Հունիսի 17-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը մերժել միջնորդությունը մասնավորապես նշել։ Դատարանը արձանագրում է, որ ըստ էության ներկայացված միջնորդությունը համադրել է սույն քրեական գործով ողջ դատականության ընթացքում հետազոտված ապացույցների։ Եվ ըստ էության եկել է հետևյալ եզրին,
Նախկատարանը արձանագրում է, որ սույն միջնորդությունը գերակշիռ մեծամասնությամբ կրկնում է դեռևս նախորդ դատականության ընթացքում նախորդ նախագահողին ներկայացված միջնորդության բովանդակությունը։ Թեև նախորդ դատավարի կողմից բավարարել փորձակնության նշանակելու մասին միջնորդությունը եւ որոշակիորեն կարող է տպավորություն ստեղծվել, որ սույն դատարանը պետք է կաշկանդված լինի կամ այլն դրանք չունենա տարբերակով դիրքորոշման հանգելու առնչությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը դատականության սկզբից արձանագրում է, որ դատականության վերսկսումը ենթադրում է ապացույցները հետազոտվելու եւ գնահատվելու են սկզբից իրականացվող դատականության շրջանակում, ինչպես յուրաքանչյուր միջնորդության առնչությամբ եզրանափակ տարբերելու արդեն իսկ առանց որևէ նախկինում իրականացված գործընթացի առնչությամբ կաշկանդվածություն։ Ինչպես դատարանը արձանագրեց, ներկայացվել է միանման միջնորդություն որոշակի տարբերությամբ, որոնք ըստ էության առաջացել են դատարանի կողմից ներկայացված հարցման շրջանակում ստացված հրամանի բովանդակության հետևանքով։ Ինչպես նաև դանդաղերի գնահատման հարցերի գերակշիռ մեծամասնությունը ըստ էության իրավական հանգուցալուծում ակնկալող հարցադրումներ են։ Միևնույն ժամանակ դատարանը արձանագրում, որ տարբեր ժամանակահատվածներում այս կամ այն իրավիճակը կարգավորող ինչ ակտեր է եղել կամ չի եղել։ Դրա առկայության կամ բացակայության առաջացավ թե սույն նախագահողի, թե նախորդ նախագահողի կողմից համապատասխան հարցումների արդյունքում ստացվել են համապատասխան հրամաններ, որոնց բովանդակությունը ըստ էության պետք է գնահատման արժանանան դատականության շրջանակներում բարդ իրականացման կողմից, այլ ոչ թե վերապահվի այլ կողմից։ Միաժամանակ դատարանը արձանագրում է, որ նախորդ միջնորդությունը բավարարելուց եւ փորձակնություն նշանակելուց հետո հանձնաժողովը ի պատասխան ներկայացրել է որոշակի հարցադրումներ։ Չեմ հիշում, դատարանը տվել է թե ոչ, հիմա ձեզ հասանելի կդարձնեմ։ Ստացված հարցադրումների բովանդակությունը ըստ էության ենթադրում է, որ դատարանի կողմից վերստին փորձակնություն նշանակելու արդյունքում վերստին համապատասխան դիրքորոշումներ պետք է ակնկալել դատարանից։ Իսկ գշ համապատասխան մասնագետների կողմից դատարանի տրված հարցադրումների բովանդակությունը ըստ էության ենթադրում է, որ վերստին քննություն իրականացնելու անհրաժեշտություն կա։ Համապատասխան հարցադրումների գնահատականը ոչ թե իրենց վերապահված իրավասությունների շրջանակում է, այլ ըստ էության պետք է համարվի դատականության առարկա։ Հետևաբար, այս բոլոր հանգամանքների համադրմամբ դատարանը արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է նշել։ Ինչպես ակնհայտ է, այստեղ նույնպես դուք համաձայնել եք հանրային մեղադրողի առ այն, որ թե ձեր, թե պարոն Խաչատրյանի նախագահությամբ կայացված դատական նիստերի ընթացքում ձեր քննվել համապատասխան հրաման։ Քանի որ պատվարժան դատարան ձեր նախագահությամբ ձեր քննվել միայն մեկ այն 0069 հրաման, ակնհայտ է, որ խոսքը ձեր բարակայում հենց դրանից։ Պատվարժան հրամանի մանրամասն վերլուծությունը ձեր կողմից կրկին համապատասխան ուշադրության չի արձանագրել։ Դուք վերստին համակարգի եղել հանրային մեղադրողի հրամանի ըստ ժամանակի եւ սուբյեկտների վերաբերյալության հարցում։ Արդյունքում տպավորություն ստեղծելով, որ ձեր նախագահությամբ կայացված դատական նիստերի ընթացքում կարևորվում է բացառապես հանրային մեղադրությունից։ Ինչն է խանգարում դատարանի հրամանների վերաբերյալության մասով ին բարձրացած հարցերի բարձրացնողության համապատասխան բարոյթային կամ ամբողջական գործողություն կատարել։ Օրինակ համար բարձրացնում դաշան կամ հարցում ուղարկել գշում։ Իդե ձեր կողմից անվերապահ հետևելով հանրային մեղադրողի կարգին ողջամիտ չեմ մեր մտավախությունը ձեր անկողմնակցության։ Անդրադառնալով ձեր բնորոշման իրավական հարցին, հարկ եմ համարում նշել, որ այդ հարցերի պատասխանը ենթադրում է, որ դուք արդեն իսկ որոշել եք, թե ակսը տեսանելի եւ լսելի լինելու հարցում ում ցուցմունք եք արժանահավատում։ Իսկ ասեք Օհանյանի, Մելիքյանի եւ Հակոբյանի, որոնք ձեր նախագահության նիստի ընթացքում տրված ցուցմունքներում հայտնել են եւ որի եւ տեսել եւ լսել են։ Թե ոստիկանների, որոնք հայտնել են, որ ակսը տեսանելի է բացառապես արված է։ Իսկ հնարավոր է Իսկանդարյանի, Պողոսյանի եւ Իրանյանի նույն քննություններով վերջինս նախաքննական ցուցմունքի բովանդակություն, որոնք բացառել են Իրանյանի խաչմերուկում գտնվելու բային ակսի առկայություն։ Իսկ ուսը բակակալուն ասերանի, ով ունի ֆենոմենալ տեսողություն եւ 10 կիլոմետր հեռավորությունից դիտարկել ակս։ Կարծում եք այս հանգամանքը եւս չի վկայում, որ մինչև վերջը կայացնելը դուք արդեն եք գնահատել կազմակերպված։ Բացի այդ, ձեր այս արձանագրային որոշման մեջ նաև հղում եք կատարել հանձնաժողովի կողմից ուղարկված դրության միջնորդությանը, որով հանձնաժողովը ակնկալում էր որոշակի հարցերի պատասխաններ։ Եվ քանի որ ձեր բնորոշմամբ այդ միջնորդության բավարարումը եւս ենթադրում է որոշակի ապացուցման գործողությունների կատարում, այսինքն քննության իրականացում, ուստի այս հանգամանքը եւս նկատի ունենալով մերժելի կողմից ներկայացված միջնորդություն։ Պատվարժան դատա։ Խնդրում եմ այն, ինչու մինչ այդ հիշավորության մասին մեծ դատավարության մասնակիցների ժամանակին չի դրված։ Ինչու է նման միջնորդության արկայության փաստը մեզանից գաղտնիք է, երբ համաձայն գրության վրա արկա մուտքի կնիքի անցկացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ինչու չեք հայտնել, որ հանձնաժողովը կարևորում է իր կողմից ներկայացված հանգամանքների բարձրացումը, որպեսզի դատականության ընթացքում մենք բոլորը հետազոտման առարկա դարձնենք նաև այս հանգամանքը։
Ինչու է այդ գործում արկայության մասին մեզ հայտնում դատականության գրեթե վերջում, այն է դրա արկայությունը դնում միջնորդության մերժման։ Ինչու է դες կանգնեցնում հաստատել։ Միթե այս հանգամանքի արկայությունը ժամանակին ստացված գրության միջնորդության մասին չհայտել չի կարող վկայել կամ այլ կերպանաչափ դեպքի մոտ տպավորություն եւ համոզմունք ձևավորել, որ դուք դեռ դատականության սկզբնական փուլից արդեն իսկ կախորոշել եք, որ միջնորդների ռազմագիտական փորձակնությունը ձեր կողմից մերժվելու է։ Եվ հենց այդ նպատակով եք այս թեստի արկայությունը մեզանից գաղտնի բերել, որպեսզի այն հետագայում դնենք միջնորդության վերջմանը։ Այստեղ կբարձրացնեմ հետևյալ դեպքը։ Պատվարժան դատարան։ Դատարանը իր տրամադրության տակ ունի այլ ապացույցներ, որոնք մեր կողմից չեն մետոդովել, սակայն կարող են հետագայում ձեր կողմից օգտագործել այս կամ այն որոշումը կայացնել։ Այս համակարգում կարևորում են նաև հետևյալ փաստարկները։ Ինչպես 23/07/2026 թվականի գազետական նիստում եմ հայտարարել, այդ օրը հունիսի 17-ին, այսինքն իմ կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու օրը, հանրային մեղադրող դատական նիստերի դալիճը ներկայացել այն ունկով, որ նախատեսված դատարանը։ Իհարկե հանրային մեղադրողը փորձել է մեկնաբանել այն հանգամանքը, նաև դատարանի ստացել են համապատասխան հարցումն ու պատասխանը։ Բայց համաձայն դատական նիստի ձայնագրության 20 թվականի հունիսի 17-ին ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը սկսվել է ժամը 10:30-ից։ Համաձայն դատական դեպարտամենտի ստացված դրության հանրային մեղադրողը դատավոր Սարգսյանի աշխատասենյակից հեռացել է 10:30-ին։ Այսինքն, նիստը սկսելուց մեկ օր առաջ։ Եվ այդ նիստին ձեր կողմից կայացնում է իմ ռազմագիտական փորձակնություն նշանակելու մասին միջնորդի մերժելու մասին որոշում։ Հիմա պատվարժան դատարանը վերում իմ մեջ բերված հաստական հանգամանքների լույսի ներքո գնահատելու 20 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցած հնարավոր չէ արդյոք ողջամտորեն ենթադրելու ձեր կողմնակալությունը։ Ձեր անաչառության ակնհայտ բացակայության մասին է վկայում նաև 20 թվականի հունիսի 23-ի նիստի ժամանակ ձեր այն վարկագիծը, որ դուք ակնհայտորեն ապօրինի ընդհատել եք կողմից միջնորդության ներկայացումը, հաստատորեն զրկելու պատշաճ պաշտպանություն իրականացնելուց։ Հատկանշական է, որ ինձ արգելող միջնորդությունը ամբողջությամբ ներկայացնելու հնարավորությունից այն է հրամանի 4-րդ ըստ հանրային մեղադրողի ամենակարևոր կետին վերաբերյալ իմ պատճառաբանված բնույթ որոշումը ներկայացնելուց հանրային մեղադրողի կողմից այն ընկալվել է որպես դրա վերաբերյալ բացատրության բացակայություն, նրա կողմից արվել է համապատասխան հայտարարություն։ Քանի որ դատարանը նույնպես չի լսել այս կետի վերաբերյալ իմ որոշումը, ուստի դերսին համաձայնվել է հանրային մեղադրողի Բացատրեք ինչով է պայմանավորվածման հանդիպությունը։ Ինչու է դատարանը զրկել ինձ միջնորդությունս ամբողջությամբ ներկայացնելու հնարավորությունը։ Միթե այս հանգամանքը ևս ակնհայտ չի դարձնում պաշտպանության կողմի այն հիմնավոր մտավախությունը, որ դատարանը այս փուլում արդեն իսկ իր համար գնահատել է Իրանյանի մեղավորության հարցը եւ կաշկանդած ունելով ձևավորված դիրքորոշման բոլոր հնարավոր միջոցներով բլոկավորում է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Եվ վերջում ցանկանում եմ նշել, որ մարդու իրավունքների յուրական դատարանը նշել է, որ դատավարության մասնակիցների դեպավորությունը օբյեկտիվ կանխագահության վերաբերյալ պետք է առաջացնի իրավունքները, անկախ արդյունքից։ Ուստի իրական չէ, թե արդյոք դատավորի մոտ իրականում բացակայել է կանխագահություն ու այդ իմաստով բողոքաբեր պարտավոր չի ապացուցել կանխագահության փաստի արկայությունը։ Որոշիչ չէ այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է օբյեկտիվորեն արդարացված համարել։ Ամփոփելով նշեմ, որ վերը նշված հանգամանքները օբյեկտիվ եւ հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ նախագահ դատավորն ինչ-ինչ հանգամանքներով, որպեսզի կարող են օրինակ մնել դժոխք կողմի ճնշումներին չդիմակայել, վախը նրանց նկատմամբ ինչու՞ նայել այս հանգամանքով պայմանավորված քրեական գործից արագ ազատվելու այսպես առանց պատշաճ ավարտել։ Պայմանավորված պաշտպանության կողմի նկատմամբ ցուցաբերում է բացասական իմաստով հատուկ ընդգծված հայտարարություն, ինչը հստակորեն վկայում է նախագահի դատավորի անկախության եւ անաչառության բացակայության մասին։ Վերը նշանակությունները պատվարան դատարան բացակայում հայտնում ձեզ եւ խնդրում եմ այն բավարարել։ Ներկայացնում դրական։ Ներկայացված բացառական միջնորդությունը գծվում է գոյություններին, ընտրեմ։ Շնորհակալություն պատվարժան դատարան, ժպիտս պայմանավորված է իմ անձի, որպես ավելի ճիշտ հանրային մեղադրողի անունը բազմիցս միջնորդության մեջ նշելով հանգամանքով, իսկ ներկայումս բովանդակային ապրել։ Սկսենք նրանից, որ այո, սկզբանը, երբ որ սույն դատաքննությունը սկսվեց, ինչպես ես, այնպես էլ դժոխք կողմը չեմ բացառում նաև պաշտպանության կողմը ողջամիտ ակնկալիք ունեինք, հաշվի առնելով տևական ժամանակ դատաքննության ընթացքը,
որ սույն դատարանը հնարավոր է դատաքննությունը չսկսի նորից, այլ շարունակի այն կետից, որտեղ մենք ավարտել ենք։ Իսկ այդպիսի օրենսդրական հնարավորություն, ինչպես ես սույն դատարանում գործի քննության մեկնարկում նշել եմ, հաշվի առնելով նախկին քրեական դատարանության կարգավորումները, որով որ մենք մինչ այս դատարան մտնելը, այս դատարանի կազմով սկսելը, ընթացել է դատաքննությունը, այդ կարգավորումները թույլ են տալիս։ Սակայն անկեղծ լինեմ ի զարմանս ինձ եւ իցավ դժողների սույն դատարանը նման որոշում չկայացրեց եւ մենք մտանք նույն շրջապտույտի մեջ, որը արդեն 5 եւ ավելի տարի տեղ ունի։ Եվ այս նախաբանը ինչու եմ ես ասում, որովհետեւ հենց այս հանգամանքի հաշվառմամբ է ըստ իս դատարանի կողմից փորձաքննության սկզբում անկատար չթողնելը, հետագայում նոր միայն անկատար թողնելը պայմանավորված է։ Որովհետև եթե դատարանը ի վերջո գտներ, որ սույն դատաքննությունը պետք է չսկսել նորից այլ շարունակել, ապա բնականաբար այդ փորձաքննությունը ենթակա է կատարման եւ այդտեղ բացառվում է դատարանը թողնել անկատար որևէ իրավական հիմքի բացակայությամբ։ Սակայն այն դեպքում, երբ որ դատարանը ի տարբերություն նախորդ 3-4 դատավորների, որոնք որ 5 քրեական դատավարությամբ էին վարույթ ընդունում սույն գործը եւ 5 քրեական դատավարությամբ են ընդհանրում դատաքննությունը, այդ ժամանակ դատարանի կողմից նման հնարավորություն չկար, իսկ այս դեպքում բացառվում է, որ դատարանը ընդունելով սույն վարույթը նոր քրեական դատավարությամբ թողներ ինչ-որ փորձաքննություն, ինչ-որ ցանկացած փորձաքննություն, որպեսզի շարունակվի։ Պաշտպանը հստակ նշում է, որ ակնհայտ ապօրինի եք դա արել, որևէ դուք ինքներդ նշել եք, որ կարգավորումներ չկան, այո, կարգավորումներ չկան, կարգավորումը ընդհանրապես մեկ բառի մեջ է, սկսվում է նորից։ Իսկ եթե դատաքննությունը սկսվում է նորից, ապա ինքնին դա ենթադրում է, որ նախորդ դատաքննությունների ընթացքում կայացված որևէ որոշում չի կարող սույն դատարանի համար ունենալ։ Պարտադիր նշանակություն ոչ թե չի կարող, այլ չի ունենալու։ Դատարանը սկսում է ամեն ինչ զրոյից, ինչպես տեղի ունեցավ այս ժամանակ։ Եվ կամ այս պայն միջնորդության մեջ վերջում արծարծված հարցին, թե ինչու դատարանը իբրև թե մեզնից թաքցրեց այն գույությունը, որը արդեն իսկ ստացել էր X պահի։ Իմ կարծիքն է սա բնականաբար, որ դատարանը որևէ բան չի թաքցրել, դատարանը չէր կարող կանխատեսել եւ պարտավոր չէր կանխատեսել եւ իրավիճակ կարող էր լինել, որ այդպիսի միջնորդություն առհասարակ չէր կարող ներկայացվել պայմանական այն դեպքում, երբ որ այն հրամանը, որը որ մենք գաղտնի ռեժիմով հետազոտեցինք, այդ հրամանը ավելի շատ, այսպես ասած, ձեռք տար պաշտպանության կողմին եւ այս պայմաններում հնարավոր էր նման միջնորդություն պաշտպանության կողմը չանել։ Այսինքն դատարանի կողմից իբրև թե փորձագետների կողմից արված միջնորդությունը, որը որ մինչ դատաքննությունը սկսել է ստացվել է թաքցնելը, չի կարող որևէ միտում ունենալ, դատարանը ըստ իս անգամ դրա վրա ուշադրություն չպետք է անգամ դարձնել, որովհետև ինքը սկսում էր ամեն ինչ նորից եւ X փուլում, որպեսզի փուլին մենք հասանք, դատարանը դա ներկայացրեց եւ մեզ համար դա հասանելի դարձավ։ Ես նորից եմ կրկնում, որ դատարանի այն միտքը, այն ձևակերպումը, որ չկա որևէ իրավական հիմք փորձաքննությունն անկատար թողնելու, ոչ թե նշանակում է իրավական հիմք չկա, ուրեմն ապօրինի է ակնհայտ, այլ իրավական հիմք չկա, որ նորից սկսվող դատաքննության ընթացքում որևէ փորձաքննություն պետք է շարունակվի նախորդ դատարանի կողմից նշանակված։ Եվ եթե սխալվեմ, ինձ ներողամիտ գտնվեք հարգելի պաշտպանության կողմի նկատմամբ, բայց ես չեմ հիշում, որ դատարանի կողմից փորձաքննության անկատար թողնելու մասով դուք այն ժամանակ նման առարկություն եք ունեցել եւ պնդել եք, որ փորձաքննությունը շարունակվի ընդհանուր։ Առնվազն ես չեմ հիշում, կարող եմ սխալվել, բայց այս բանը ինչպես արձանագրության սղագրությունում եւս նման ձևակերպում իմ կողմից չտեսա, չեմ բացառում, որ սխալվում, բայց այս բանը այդպես եմ հիշում։ Այդ դուք շատ տեղին վկայակոչեցիք, մինչև ձեր վկայակոչելն է ես արձանագրում, բայց դուք վկայակոչեցիք, ցանկանում ես եւս դրան անդրադառնալ։ Դատարանը ի տարբերություն նախորդ դատարանների, որին մենք միասին մասնակցել ենք եւ նաեւ առանց ձեզ ես մասնակցել նախորդ պաշտպանի դեպքում, այո, նախորդ դատարանները թույլատրել են
Դրանից առաջ դատարաններում տված ցուցմունքների հրապարակումը, դրանց հողում անելը, դրանց ձայնագրությունները լսելը եւ ինձ համար որպես որոշակի փորձ ունեցող դատախազի անկեղծ լինեմ դա տաժանակիր աշխատանք էր եւ անարդյունավետ։ Ինչու, որովհետեւ եթե մենք սկսում ենք ամեն ինչ զերոյից, ապա ասում են դատարանի համար իր կողմից անմիջականորեն ընկալվածը պետք է գնահատվի, այլ ոչ թե նախորդ դատարաններում պայմանական նախորդ դատարանի կողմից այս կամ այն հարցի ձևակերպման պայմանավորված կողմի վկայի կամ չգիտեմ դուժողի տված պատասխանը պետք է գնահատվի։ Ոչ, հարգելի պաշտպան, ես գտնում եմ, որ դատարանը, եւ ես շատ լավ հիշում եմ, որ դատարանը այդ միջնորդությունը ավելի ճիշտ է պարզաբանումը, որը մեր կողմից, եթե չես համարում ինձ կողմից պարզաբան կատարվեց, դատարանը հետևյալն ասեց, եւ հաշվի առնելով դատավորի կենսագրություն, որը նախկինում բազմիցս երկար տարիներ որպես օգնական աշխատել է, պրակտիկայում ասեց ես հանդիպել եմ եւ այս կերպ, եւ այն կերպ։ Այսինքն ստացվում է, որ այդ հարցը որևէ կերպ միանշանակ իմպերատիվ կարգավորում չի ունեցել, թե նախկին, թե գործող քրեական դատարանության ունեցույթերը։ Եվ ըստ այդմ դատարանի կողմից որոշում կայացնելը, որ նախորդ դատարաններում տված ցուցմունքները ենթակա չեն հրապարակման եւ դրանց հողում չեն կարող անել, իմ կարծիքով, որպես հանրային մեղադրող շատ ճիշտ է, տեղին է եւ դատարանի կողմից կրկնում անմիջականորեն ընկալման առումով ավելի նպատակառու։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը որպես այդպեսի մեծամասամբ հիմնված է նաեւ իմ որոշակի փորձի վրա։ Պատվարժան դատարան, ինչ վերաբերում է ռազմագիտական փորձաքննության մասով իմ առարկությանը, որը եւս պաշտպանը մեջ բերեց եւ առարկությունը, այո, ես առարկություն ներկայացնելիս նախաբանով եմ հանդես եկել, որ այո, ես նախորդիվ չեմ առարկել եւ այս բանին եմ մնում այդ կարծիքին։ Նախորդիվ չեմ առարկել, որովհետեւ ինձ համար բաց հարց է մնացել, իսկ այս ժամանակ առարկել եմ, որ այն հարցը, որը ինձ համար բաց է, փակվեց։ Եվ ինչի ես պետք է չառարկի։ Դա իմ իրավունքն է եւ ես մնում եմ ներկայացնել այն կարծիքին, որ շատ ճիշտ եմ արել որ առարկել եմ եւ գտնում եմ որ դատարանը ոչ թե իմ առարկությամբ, ինչպես սույն երմիտի սկզբում ես ժպիտով սկսեցի ասել, որ իմ անձը շատ շեշտվեց, ոչ թե իմ անձով, հանրային մեղադրողը այսպես արեց, հանրային մեղադրողը իր իրավունքներն է իր ասել, հանրային մեղադրողը այն դեպքում ու կրկնեմ, սույն դատաքննության այս 5 տարիների ընթացքում երևի թե միակ դեպքն է, մի տարբերությունն է, որ ես այլ կերպ եմ հանդես եկել ռազմագիտական փորձաքննությունը, միակն է։ Ես նման դեպք չեմ հիշում, մնացած բոլոր վկաների հարցաքննության ժամանակ հարցերի պլանավորումները, որոնք հիմնականում նույններն են եղել, բոլոր մնացած դրսևորումներում ես նույն կերպ եմ հանդես եկել։ Ինչ որ ռազմագիտականին առարկելուն, ես նշել եմ թե դա ինչու եմ առարկել։ Եվ վստահ եմ դատարանը չի կարող կաշկանդված լինել իմ առարկության։ Դատարանին ես ճանաչում եմ ինչքան որ դուք այդքան էլ ես, դատարանը ինձանից առնվազն 10 տարի, եթե չեմ սխալվում, տարիքով փոքր է, ոչ ուսանողական տարիներից եմ ճանաչել, ոչ որևէ կերպ դատարանից առնչվել եմ, որևէ դատարանի նախորդ աշխատանքի վայրում նրա որևէ դապարակեմ, շատ ճիշտ դատավոր նշել, որ մենք ընդհանրապես մեկ անգամ իրար տեսել ենք, դատարանից դուրս բարևել ենք եւ վերջ։ Ես անկեղծ հույս ունեի, անկեղծ ոչ թե հույս ունեի, վստահ էի հաշվի առնելով հարգելի պաշտպանի անձը, այն պարկեշտ անձնավորությունը, որ իմ համար ընդունելի կերպարը որպես պաշտպան, որ այս բացառքի միջնորդության մեջ իմ անձը պայմանավորված սույն դատարան լինելով չէր շեշտում։ Բայց ցավոք սրտի ես սխալվել եմ եւ ինձ համար շատ վիրավորական է, որ պաշտպանը գտնում է, որ հնարավոր է այս շենքի երկրորդ կամ երրորդ անգամ հարգուց չեմ հիշում, իմ գտնվելու հանգամանքով պայմանավորված ես սույն դատարանի վրա որևէ ազատություն կարող եմ գործել։ Կրկնում եմ, դատարանը հրապարակեց, թե ես մետեղ այդ օրը ինչու եմ բարձրացել դատարանի երկրորդ հարկ, երկրորդ կամ երրորդ անգամ հարգուց չգիտեմ, երրորդ հարկ, դրանից առաջ անգամ կարող եք հարցում անել, բազմիցս եմ բարձրացել ու նույն անձի մոտ կրկնում ինձ համար շատ տարօրինակ է ու ցավալի, որ այսօր այդ միջնորդության մեջ այդ մասը նշվեց, որովհետև չեմ կարծում, որ պաշտպանության կողմը չի տեսնում, թե ես որևէ անարդար միջոցով չեմ պաշտպանում մեղադրանքային դատարանը։ Եվ ռազմագիտական փորձաքննությունը չնշանակելու, այսինքն ձեր միջնորդությունը չբավարարելու մասով դատարանի որոշման հիմնավորվածության մասով եւս մեկ դիտարկում։ Նախորդ անգամ ես ասեցի առանց վկայակոչելու, բայց քրեական դատավորության օրենքի 107 հոդվածը
նման փորձակնության տեսակի պարտադիր նշանակում չի համարում։ Այս փորձակնությունը հաշվի առնելով ձեր Լեռնային Ղարաբաղից լինելը շատ, այսպես ասած, շակերտների մոդայիկ դարձավ X փուլից հետո, իսկ դրանից առաջ որևէ նման փորձակնություն ռազմագիտական 1000-ից մեկ դեպքում ենք մենք նշանակում եւ քննի ժամանակ եւ հետագայում անեն։ Դարձավ մի հատ իրավիճակ, երբ որ արդ իրականացնում մարմինը դժվարանում է այս կամ այն հանգամանքը գնահատելու հաշվի առնելով զինված ուժերում գործող նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում նաև գաղտնի, որոնք նաև իրեն հասանելի չէին, եւ գնաց այդ տեսակի փորձակնության նշանակմանը, բայց դա շատ քիչ դեպքերում է հանդիպում, բացարձակ մեծամասնություն դեպքերում չի նշանակում նման փորձակնություն, եւ կրկնեմ 107 հոդվածը դատարանին չի պարտադրում, մեզ չի պարտադրում, որևէ չի պարտադրում այս հանգամանքի բարձրաբանման համար անհրաժեշտ է նշանակել այս տեսակի փորձակնություն։ Դատարանի իբր արդեն որոշել է ում ցուցմունքն է հիմք ընդունելու, ումն է արժանավատ համարելու, ումը ոչ, այսպես դիտարկումը որևէ քննադատություն չի կարող դիմանալ։ Նաև վերջին սրան նախորդող նիստի ժամանակ ձեր կողմից ինչ կոնկրետ չմտաբերեցի, բայց հիշում եմ, որ դատարանի դուք հարց եք տալիս, այ գիտեք, հարգելի դատարան, Նվեր Թադևոսյանի ցուցմունքի մասով, շատ այ հենց դատարանի պատասխանը ինքնին վկա է, որ դատարանը չի կարող գնահատել այս փուլում կամ առնվազն ցույց տալ, որ ինքը գնահատելու այս կամ այդ ցուցմունքի արժանավորությունը այս տեսանկյունից։ Նման բան ես առնվազն սույն դատարանում չեմ տեսել։ Հաշվի առնելով եմ կրկնում դատավորի անձը, դատավորի սույն դատականությունը սեմ ժամկետում, այդ սեմ ժամկետը ձեր կողմից որպես թերություն կամ բացարկի հիմքերից մեկն է դարձել, որ փորձում է դատարանը արագ ազատվել այս գործից ուժողների։ Մենք ինքներս, եթե չեմ սխալվի, չեք թողնի ես սխալվի, մենք ինքներս եթե զարմացանք, որ որոշ վկաների հարցաքննությունները, անգամ մեր հարցաքննությունների, որ օրեր էին տևում, սույն դատարանում տևեցին ժամեր կամ մեկ օր։ Բայց ինչ դատարանն էր դրան նեղավ, իհարկե ոչ։ Մենք դուք մեր հարցերը սահմանափակելով, արդեն իսկ որոշակի պատասխանները կանխատեսելով, գնացինք դրան, որ չձգձգենք։ Վստահ մենք ենք արել, դատարանը որևէ կերպ չի խոչընդոտել այս հարցը չտասեն, 1-2 հարցի խոչընդոտում չէ կարող 1-2 օրվա տարբերություն։ Դատարանը սուրում գործը արագ ավարտելու մասով որևէ քայլ անօրինական քայլ չի արել։ Դատարանը եթե այդպիսի քայլ է կատարել է, ապա այսպես ասած մենք ենք դրդել դատարանին, որ գիտես հարգելի դատարան, այս վկային այս հարցը հարց չենք տալ։ Պայմանական հենց օրինակը բերեմ Բուդաղյան արտակի մասով։ Ես որ պատկերացնում եմ Բուդաղյան արտակի հարցաքննություն որքան կարող է տևել, կամ Դավիթ Հարությունյանի հարցաքննությունը, Դավիթ Հարությունյանի հարցաքննությունը իր անվանակից Դավիթ Հարությունյանի նախագահությամբ 3 օր է տևել։ Օր։ Եթե չեմ սխալվում, առնվազն 2 օր տևել է, 3 օրից ավել է տևել, ես չեմ, մենք անդադար այդ մարդուն հարցեր ենք տալիս, բայց ստեղ ինչքան տևեց? 4 ժամ, իսկ տևեց մեկ պատճառով, դա դատարան ասեց, վերջ հարցեր մի տվեք, ոչ պատվարժան դատարան և ոչ հարգելի պաշտպան, դատարանը այստեղ որևէ անօրինական ու բացասական ազդեցություն չի տվել, ավելին հաշվի առնելով քրեական դատավարությունում վերջերս կատարված փոփոխությունները դատարանը շատ ճիշտ է, որովհետև ներկայումս արդեն ունենք սահմանափակում, ճիշտ է այս գործի մասով նոր պետք է հոսի ժամկետը, բայց ընդհանուր քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների հիմնավորումները ողջամի ժամկետում գործի քննությանն են վերաբերում։ Սույն դատարանը, եթե ես տեղի նշեցի 6 ամիս է լրանալու օրը մենք կարելի ասել բոլոր ապացույցները այն ապացույցները, որ նախատեսել ենք հետազոտել, սա բացառիկություն բան է, բայց այստեղ դատարանը կապ չունի, այստեղ ունենք ողջախոհ, ողջամիտ, տարբեր հոմանիշներ կարող են վերել, գտնվեցինք եւ որոշ վկաներին չտվեցինք հարցեր, որոնց պատասխանը կանխում։ Ես առնվազն տենց եմ արել։ Բուդաղյան արտակին ես գիտեի արդեն ինչա պատասխանը, ես հարցերը չէի տալիս։ Որտեղ իմ համար կանխատեսել էր։ Դա առավոտ ժամանակից է զգում։ Դուք ասում եք հանրային մեղադրողը փորձեց բառը օգտագործեցիք, փորձեց հիմնավորել, որ ինքը շենքում գտնվել է, այս մասով անկեղծ եմ ասում, ցավազրամաները դրան երկրորդ հանրային մեղադրողը չի փորձել, հանրային մեղադրողը փաստ է հանձնարարել։ Հանրային մեղադրողը արդարության, մրցակցության կողմնակից է, եւ եթե շատ ավելի անկեղծ լինեմ, Սուրեն Խաչատրյանի ես դատախազության համակարգում տևական ժամանակ աշխատել եմ եւ Սուրեն Խաչատրյանին ճանաչել եմ, բայց անգամ Սուրեն Խաչատրյանի հետ երբևէ հանդիպումներում, որոնք որ դատարանից դուրս կարող են լինել, երբևէ չեմ փորձել որևէ հարց տալ սույն դատականության մասին։ Իսկ
Լևոն Պետրոսյանը կրկնում եմ շատ ճանաչելի։ Ինչ վերաբերում է ձեր խոսքերը նախորդ դատական նիստի ընթացքում սահմանափակելուն եւ համապատասխան կամանի 4-րդ կետը թույլ չտալու մասով այդ հանգամանքը բերել կապել ինքնաբացակի հետ եւ դա ասել որ գիտեք ինձ ինչ թողեցիք բայց հանրային մեղադրում թողեցիք, այդ հանրային մեղադրումը հենց ձեզ չթողնելու համատեքստում ինքը ամեն գնով նենց արեց, որ 4-րդ կետը հրապարակվեց, ինչ դեր տարբերությունը։ 4-րդ կետը հրապարակվեց։ Ես 4-րդ կետի մասով դիտարկում արեցի։ Այսինքն 4-րդ կետը այնպես չէ, որ ձեզ չթողեց, ես էլ նոր մնացի, որ 4-րդ կետը հանգարց ու որովհետև 4-րդ կետը առնվազն իմ տեսակետից ինձ որպես հանրային մեղադրող ավելի ձեռնտու էր։ Ըստ այդմ ես դրա համար ամեն ինչ արեցի, որ 4-րդ կետի ձևակերպումները լսվեն դատարանում եւ դատարանը այդ մասով ունենա հետագայում դիրքորոշում կայացնելու այդ 4-րդ կետին ուշադրություն դարձնի։ Եվ վերջում ագերի պաշտպանող հանրային մեղադրողի հետ դատարանի այս կամ այն դիրքորոշման համաձայնությունը մի փորձեք կապել դատարանի անկողմնակալ գումարով կամ կողմնակալ գումարով։ Մի փորձեք, որովհետեւ հանրային մեղադրողը կրկնում եմ բոլոր բացառությունը մեկն է, բոլոր միջնորդությունների, վկաների հարցաքննությունների մասով 5 տարի նույն մոտեցումը, տարբեր դատարաններ, տարբեր մոտեցում են ունեցել, բայց ռազմագիտական փորձաքննությունը միակն է եղել, որ այս տարբերվող մոտեցումը ցուցաբերել։ Դատարանը հանրային մեղադրողը չի կարող դատարանին, սույն դատարանին եւ առհասարակ ես չեմ կարող ճակատներից թելադրել, թե դատարանը ինչ է։ Ես դատարանին որևէ բան չեմ թելադրել, չեմ կարող թելադրել, եթե կարողանայի չէի թելադրի, որովհետև ես կրկնում եմ 5-րդ տարին անընդմեջ 5.5 տարի անց է սկսվում, փորձում եմ արդար դատաքննության մրցակցության սկզբունքի հիման վրա բոլոր պաշտպանների հետ հասնել իմ կողմից մեղադրանքը դատարանում հաստատել։ Ըստ այդմ պատվարժան դատարան գտնում է, որ ձեզ հայտնված բացակի միջնորդությունը անհիմն է, այն ենթակա է մերժման, քանի որ ձեր կողմից կողմնականության որևէ դրսևորում չի եղել դատաքննության սկզբից մինչև վերջ։ Շնորհակալություն։ Ամփոփելի կա Ագին դատարան պաշտպանը մոռացավ, որ ասել Օհանյաննատեսը մոռացավ, որ ասել Վերանյանի հետի մարդիկ են արդեն միշտի վաղտ ասել, որ պես պրակտիկը տեսել ենք, իրան երևի ձայնը չի։ Բայց մի բան եմ ուզում ավելացնել, մենք ես վերջից ավի է մենք դատարանի հավաքում ենք։ Դատարանը մեզիկան դատարանը մեզի նկատողությունը տալիս ուստուս ունենք դատապաշտպանի չի ալու, հաստացի դատապաշտպանի այդ ինչ են ասում, այդ ինքնաբացականից է ձևակերպած, ինքը որ եթե խորանում ես, ինքը դատարանի վիրավորում է։ Դատարանի իրավունք չտա, որ դատապաշտպանները կարողանան տեքստը տենք ձևակերպել։ Ինչ ասում բան չունի։ Արգել դատարանը ես որպես կանոնավոր այն փորձակնության արգել պաշտպան, եթե գործը նախ հանրային մեղադրողի սկզբանը բացատրել, գործը եթե սկզբից է սկսվում, այսինքն գործը դենամի։ Ինչի հիման վրա մենք ասել պետք է թանի փորձակնության ինչ հարցի պատասխան ունենայի, այդ թուղթը հաղթորը մենք ստացան դատարանի կողմից։ Դե գրված է բառացի այնպիսի հարցերա փորձակնությունը պահանջում դատարանից, որ արդեն ի սկզբանե պարզված է, դատարանում ի սկզբանե պարզված է այդ հարցերի պատասխանները։ Դրա համար դատարանը շատ ճիշտ որոշում է կայացրել, որ եթե պետք է ըստ էից մարդիկ կարդան այդ հարցի պատասխանը իրաց տան, հենա ուղարկել են այդ ընդհանուր հատորյակները, թող իրանք կարդան, իրանք իրաց հարցի պատասխանը գտնեն, այդ նույն հարցի պատասխանն են ուղարկել։ Շնորհակալություն Աննա։ Ավելացնել բանեք։ Ոչ։ Սելով կողմերի դիրքորոշումները դատարանը արձանագրում է հետևյալը։ Նախ ինչ վերաբերում է ներկայացված բացակի միջնորդությունը որևէ չափազանցություն կամ անձնական բնույթի ինչ-որ հանգամանք դիտարկելու առնչությամբ ներկայացված կողմերի մատնանշումներին, ապա դատարանն արձանագրում է, որ սույն դատական նիստին դատարան հանդես է գալիս որպես պաշտոնատարան, որպես դատարան, սույն դատական նիստի շրջանակներում որևէ մասնակցի հետ անձնական
փոխհարաբերությունների մեջ չի գտնվում եւ այդ կոնկրետ ներկայացված միջնորդությունները կամ ընդհանրապես քրեական գործի քննության շրջանակներում դատարանի լուծմանը ներկայացվող յուրաքանչյուր հարցադրումներ լուծվում են իրավաչափության, օրենսդրական կարգավորումների եւ գործունեությունից բխող տվյալների շրջանակներում ձևավորված ներքին համոզմամբ։ Հետևաբար դատարանը անկախ թերևս հարցին չէր անդրադառնում, այնուամենայնիվ եթե նշեցիք կամ դուք պաշտպան նշեց դժողի իրավաճորդ եւս նշեց դատարանը սույն միջնորդությունը ընդհանրապես անձնական հարաբերությունների տիրույթում չի ակնկալում, չի դիտարկում։ Ինչ վերաբերում է դատական նիստերի սույն քրեական գործի դատաքննության որոշակի, այսպես ասած, տարբերվող արագության նշանակման ու կոնկրետ իրավիճակի հասցնելուն տարբերություն նախորդ դատավորների, դատարանը բազմիցս այդ հանգամանքին անդրադարձել է եւ նշել է, որ որևէ կերպ չստվերելով նախորդի դատարանի ավագ գործընկերների կողմից ցուցաբերած գործելավոճը, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ նշանակվելուց հետո ստացել է այնպիսի քրեական գործեր, որոնք վարույթ են ստանձնվել, որոնցով քրեական գործերը տևական շրջապտույտի մեջ են գտնվել դատավարական, բացահայտել է, բարձրաձայնել է եւ նշել, որ այն քրեական գործերը, իթիվս նաև սույն քրեական գործը դատարանի կողմից նշանակվում են առաջնահերթ հաջորդականությամբ, դատական նիստերը նշանակվում են հնարավորինս այնպես, որպեսզի միջակայքերը առավել հնարավորինս նվազ լինեն։ Սա դատական նիստերի, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում համապատասխան ծավալը հաղթահարելու հետ կապված, միևնույն ժամանակ մատնանշելով, որ ըստ էության ողջամիտ ժամկետում սա ժամկետներում քրեական գործի քննության առաջնահերթ շահառուն, առաջնահերթ, այսպես ասած, իրավական հասցեատերը հենց պաշտպանության կողմն է։ Հետևաբար ակնկալել կամ դիտարկել ձեր իրավունքի իրացման դատարանի կողմից ջանքեր գործադրելը դրա ապահովման ուղղված որպես դատարանի կողմնակալության դրսևորում առնվազն ազնիվ չեմ համարում։ Ինչ վերաբերում է այս կամ այն անձի ներկայությամբ կամ կարծիքներով կաշկանդվածությանը, ապա խորհուրդ կտամ սույն դատական նիստերը կամ սույն դատարանի շենքը լքելուց հետո ընթերցել դատարանի վրա գրված ցուցանակը։ Այնուհետև ուսումնասիրել, թե սույն դատարանի եւ մասնավորապես կոնկրետ դատարանի վարույթում ինչ քրեական գործեր են քննվում, այդ քրեական գործերը ինչպիսի հնչեղություն կարող են ունենալ, այդպիսի քրեական գործերից ոչ պակաս քննարկությամբ սույն դատարանի վարույթում են քննվում եւ ըստ էության որևէ մեկի մտքով չի անցել դատարանի կողմից որևէ կերպ այս կամ այն կերպ այդ հանրային մեղադրանքին մատնանշվեց դատախազության որևէ ներկայացուցիչ դիրքորոշում կաշկանդված լինելու հետ կապված։ Դատարանն արձանագրում է, որ մասնագիտական գործունեության, աշխատանքային գործունեության ընթացքում իհարկե իր համար ունի այնպիսի անձինք, որոնց կարծիքը կարող է հեգումնային նշանակություն ունենալ, սակայն հստակ արձանագրում է, որ դատարանի գործունեության 1 տարվա ընթացքում այդպիսի անձ դատարանի վարույթում քննվող դատական քրեական գործերի շրջանակներում դալիճ ոտք չի դրել։ Եթե այդպիսի անձնավորություն դատարանի վարույթում քննվող որևէ գործով այս կամ այն կերպ կապ շահագրգռվածություն ունենա, դատարան առանց կողմերին որևէ կերպ խոսելու հնարավորություն իսկ տալու անաչառության դրսևորմամբ ինքնաբացարձակ կհայտնի։ Ինչ վերաբերում է որոշակի ապացուցողական դատաքննության շրջանակներում հետազոտված ապացույցների ընթացքում դատարանի կողմից ցուցաբերած վարքագծին կամ դրանց առնչությամբ կողմի ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանի կողմից կայացած որոշումները ծայրահեղական ակնհայտ ապօրինի որակում տալուն, ապա դատարանն արձանագրում է, որ առնվազն միջնորդության շրջանակներում, այն էլ բացարկի միջնորդության շրջանակներում անդրադառնալ եւ կասկածի տակ առնել որոշման իրավաչափությունը, օրինականությունը եւ դատարանի կողմից կայացված որոշման դրա արդյունքի հետ անհամաձայնությունը դիտարկել որպես բացարկի հայտնման հիմք կամ աչառության կողմնակալության դրսևորում, դա դատարանը ողջամիտ չի համարում, քանի որ դատարանի կողմից կայացված յուրաքանչյուր որոշման կոնկրետ որոշումների, այդ թվում այնպիսի որոշումների, որոնց համար նախատեսվում է հետաձգված բողոքարկման հնարավորություն, պաշտպանության կողմից դերության որևէ կերպ զրկված չի լինելու այդպիսի իրավական գործընթացին դիմելու հնարավորությունից, եթե դրա անհրաժեշտությունը գտնի։ Ինչ վերաբերում է դատարանի նկատմամբ
այս թեկուզ եւ դժողի ավաճորների կողմից իրենց վարքագծով ճնշումների առերևույթ ցուցաբերման հետ կապված, ապա բոլորդ էլ ստեղծության ներկայ գտնվում դատականիստերին, քանի որ ձեր բացակայության դատականիստերը չեն կարող շարունակվել, դժողների հետ դատավարական հարաբերությունները բոլորի համար էլ ակնառու ակնհայտ էին, թեև դատարանը ևս բազմիցս մատնանշել է, որ հաշվի առնելով վերջիններիս կորուստը կարող է տարբերվող ներողամիտ վերաբերմունք դրսևորել։ Այնուամենայնիվ, եթե կոնկրետ դատավարության մասնակցի կամ ներկա գտնվող անձի վարքագիծը դատավարության շրջանակներում դատարանի նկատմամբ անհարգալից է դիտարկվել կամ դատաքննության շարունակությանը խոչընդոտ է առաջացրել, դատարանը դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառել է եւ համապատասխան այդ ստեղծված իրավիճակը թեթևացնելուն ուղղված բոլոր միջոցառումները ձեռնարկել է։ Դուրս է հրավիրել դատականիստերի դահլիճից, վերջիններիս բացակայության գործողություններ է ձեռնարկել եւ արել այնպես, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե նրանց դժողների իրավաճորների ներկայությունը կամ նրանց սուբյեկտիվ ընկալումներում առկա պատկերացումները դատարանին կարող են որևէ կերպ կաշկանդել։ Այնուամենայնիվ դատարանը նման տպավորությունը չեզոքացնելու հետ կապված անհրաժեշտ վարքագիծ դրսևորել է, իսկ թե դա ինչպես է ընկալվում կամ պատճառաբանվում, արդեն դատարանը ըստ էության հաստատված չի համարում։ Անդրադառնալով ըստ էության դատարանի կողմից կայացրած դատավարական որոշումների, դրանց հիմքում ձեռված պատճառաբանությունների կամ իրավական հիմնավորումները դատարանի անաչառությունը կամ անկողմնակալությունը կասկածի տակ առնելու համատեքստում ներկայացված դիտարկումներին, ապա ըստ էության երբ որ խնդիր առաջացավ քննարկել, թե դատակոչի ենթակա կամ դատարանացման փուլում հրավիրվող անձանց հարցաքննության շրջանակներում, եթե հակասություններ առաջանան, ապա ինչպես է առաջնորդվելու դատարանը, որ ցուցմունքներն է դիտարկելու որպես նախկինում տրված եւ դիտարկելու դրանց հրապարակման հնարավորությունը, ապա ըստ էության դատարանը դրա իրավական գնահատականը եւ ուսումն դատարանի կողմից որդեգրած մոտեցումը բարձրաձայնել է եւ համապատասխան պատճառաբանություններ ներկայացրել է, որոնք բարձրաձայնեցիկ դրանց ավելացնելու որևէ բան անհրաժեշտ եւ նպատակահարմար դատարանը չի համարում։ Ինչ վերաբերում է այսպես ասած փորձաքննություն չնշանակելու կամ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուն, ապա դատարանի կողմից ներկայացված պատճառաբանությունները ձեր միջնորդության մեջ ըստ էության արձանագրված էին, դատարանը որևէ կերպ չի խուսափում իր կողմից ներկայացված պատճառաբանություններից եւ նույն համոզմանն է։ Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ նախկինում ունեցել է կոնկրետ հաստատող եւ հետո է դատավարության մասնակիցներին հասանելի դարձրել, ապա դատարանը արձանագրում է, որ այդ փաստաթղթի հետ կապված սրան նշանակություն տալը կապված էր այն հանգամանքով, որ դատաքննությունը վերսկսվել է, ապացույցները հետազոտվել են սույն դատական քննության շրջանակներում անմիջականության բանավորության սկզբունքների պահպանման, ուստի դատարանը այդ հանգամանքները, այդ ապացույցները հետազոտելուց համադրելուց գնահատելուց եւ ձեր կողմից ներկայացված միջնորդությունը ստանալու պայմաններում նոր կարող էր գնահատել, անդրադարձ կատարել վերսկսված դատաքննության պայմաններում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությանը։ Դատարանը նման անհրաժեշտություն առկա չի համարել, հիմնավորում մատնանշել են նաև նախորդ որոշմամբ փորձագետների կողմից ակնկալող այնպիսի հարցադրումները եւ դրանց բովանդակությունը, որոնք դատարանի գնահատմամբ քրեական գործի զուգահեռ քննություն ենթադրող միտումներ ունեն, որպեսզի դատարանը անընդունելի է համարել։ Ինչ վերաբերում է մատնանշված հաջորդ դիտարկումներին, կոնկրետ դատավորական գործողություններ կատարելու կամ վկաներին այս կամ այն հարցադրումը հնչեցնելու դատարանի արգելքին, ապա դատարանը կոնկրետ իրադրությունում համապատասխան դիրքորոշումները, համապատասխան եզրահանգումները բավականաչափ պարզաբանել է եւ դրանց առանձին անդրադարձ կատարելու անհրաժեշտություն այն ուսումնական պայմաններում առկա չի համարում։ Ինչ վերաբերում է նախորդ դատական նիստի ընթացքում ապացույցների լիացման, ապացույցների ծավալի լիացման շրջանակներում ձեր կողմից ներկայացված միջնորդությանը եւ դրա
մինչև վերջ չթողնելուն, դատարանի կողմից ընդհատելուն, որը դիտարկում ենք որպես պաշտպանության իրավունքի իրացման խախտում, ապա դատարանը լավ հիշում է, որ ձեր կողմից միջնորդություն ներկայացնելիս մի քանի անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է ոչ թե կոնկրետ հաստական տվյալի գրավոր ապացույցի մեկնաբանություն պարզաբանում տրամադրել, որպեսզի հնարավորությունը դուք ունենալու եք համապատասխան դատավարական փուլում առանց որևէ ոչ իրավաչափ սահմանափակման, այլ նշեց, թե կոնկրետ ձեր բարձրացված փաստաթղթի էությունը տրամաբանությունը ինչպես է կապվում նոր անձին հարցաքննելու անհրաժեշտության հետ։ Դատարանը ձեզ հորդորեց կոնկրետ թիրախային դիտարկումը հենց ձեր միջնորդությունը այդ թիրախային դիտարկման շրջանակներում կառուցել։ Եվ գտնելով, որ դատարանի կողմից ներկայացված դիտարկմանը չեք հետևում, համապատասխան արձագանքը տվեց դատարանը։ Սա ոչ ամենևին չի ենթադրում, թե դուք կոնկրետ ապացույցի վերաբերյալ ձեր կողմից կամ ձեր ունեցած դատավարական գնահատական տալու իրավունքից զրկված եք կամ հետագայում ևս զրկված եք։ Ըստ էության, մեկ էլ վերջում անդրադառնալով հանրային մեղադրողի կողմից դատական նիստերի դահլիճից առաջ իր գործընկերոջ կամ ընկերոջ մոտ գտնվելու հանգամանքին եւ այսպես ասած ժամային որոշակի համընկնումներին, ապա դատարան արձանագրում է, որ ըստ էության պետք չի ինչ-որ ստվերային կամ կոնսպիրատիվ դատողություններ կատարել կամ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ ենթադրել այդ հանգամանքից, քանի որ իհարկե այդ դատական նիստին ձեր կողմից ներկայացված բացատրումը սույն դատարանի համարել էր անակնկալ։ Միևնույն ժամանակ ամենայն հարգանքով հանրային մեղադրողի նկատմամբ անընդունելի էր նաև սույն տիպի զգայուն գործի քննության շրջանակներում այնպիսի վարքագիծ դրսևորել, որոնք հնարավոր է այս կամ այն կերպ մեկնաբանել։ Իհարկե հանրային մեղադրողի իրավունքն է կամ որևէ արգելք չկա նման տիպ վարքագծի հետ կապված, այնուամենայնիվ դատարանը անակնկալի եկավ, չէր սպասում, որ կարող է նման իրադրություն ստեղծվել, այնուամենայնիվ ձեր կողմից բարձրաձայնված կասկածների փարատելուված գրությունները ստացվել են, պատճառաբանությունները կան, թե որ ժամին երբ ու մոտ է գնացել, ինչպես նաև դատարանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ թե այդ օրը, թե դրանից տարբերվող այլ դատական նիստերի օրերին հանրային մեղադրողը որևէ արտադատական շփման սույն դատարանի հետ չի եղել։ Իմ աշխատասենյակը, որ դատարանի մասնագիտական, այսպես ասած, ճակատավոր կյանքի ընթացքում չի այցելել, իսկ միակ դատարանից դատական նիստերից դահլիճից դուրս հանդիպումը արդեն իսկ նշել են, որտեղ եւ երբ է տեղի ունեցել։ Այս հանգամանքների հաշվառմամբ դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։ Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը մոտենում է ավարտին, ինչպես նաև սույն դատական նիստը հնարավորությամբ ժամկետում նշանակվել էր պաշտպանի կողմից միջնորդությունը ներկայացնելու հնարավորության ընձեռմամբ, դատարանն անցում է կատարում հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի համաձայնեցմանը։ Մեղադրյալը հարցացուցմունք տալու պատրաստակամություն տեղեկանում։ Պատվարժան դատարանության նկատի ունենալ, որ ես Օգոստոսի 3-ը նկատի։ Օգոստոսի 3-ին ժամը 14:00-ին Բորիսովի նիստի, օգոստոսի 17-ի սեպտեմբերի 7-ին գտնելու են տարեկան հերթական միակ արձակ։ 17-ից օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 7-ը, ակնարեք, օգոստոսի 3-ին ազատ չէ։ Օգոստոսի 3-ին ազատ է։ Հա, ազատ է, Միով օգոստոսի 3-ին, 10-ին, 11-ին, 14-ին, 12-ին, 16-ին դատարանի նիստեր են նշանակված։ Հա, հետո ձեր արձակուրդը մինչև երբ էր ասում 15-ը, ձերն է 17-ից է։ 15 ուրբաթը, 17-ը, 15 շաբաթը, 17-ը ուրբաթ։ Այսինքն, հա, այսօր ամսի 28-ը 31-ին 4 հատ նիստ ունեն նշանակված, դե դատարանը ինել հաշվի առնենք, եւ մենակ ձեր արձակուրդները չեն 10-ին, 12-ին, 14-ին, 16-ին նախապես նշանակված այն նիստեր կան։ Այսօր էլ դատական նիստերի դահլիճ գալուց առաջ տեսակ, որ այլ դատական նիստով ծանրաբեռնված էր եւ
անգամ ոնց ասեմ, էլի թեև այսօր ժամը 16:00-ին այլ դատական նիստ կար նշանակված, դրա համար 16-ից 10 փոխեցինք ժամը։ Ու համընկավ, որ նախորդ դատական նիստով հետաձգման դիմում ունենք, թե չէ այսօր էլ չէր հնարավոր լինելու դատական նիստ նշանակել։ Օգոստոսի 10-ից 15-ը այս շաբաթը որոշակիորեն թեթև է, բայց հաշվի եմ առնում իհարկե տրամաբանորեն նաև արձակուրդների ժամանակահատվածը ևս պետք է հաշվի առնել։ Սեպտեմբերի 7-ից եք, պարոն Մարկարյան, 7-ից հենց աշխատում։ Սեպտեմբերի 7-10:00 Ցանկացած է։ Ագեր դատարան կարելի է, չեմ կարող նա իր արձակագրությունը մինչև սեպտեմբերի 7-ից։ Ստե չէիք, որ խոսում եք։ Ստեղ է, բայց Այդ եմ ասում, անհնար է կազմակերպելը, դատանից անաբերմություն մի կողմից, հանեն մեղադրողի պաշտպանի արձակուրդներն էլ մյուս կողմից։ Լավ է, 17-ից ես։ Այս շաբաթվա ընթացքում անհնար է նիստ նշանակեմ, որովհետև գետ անաբերնված շաբաթ է։ Նույնը վերաբերում է նաև հաջորդ շաբաթվա։ Իսկ արդեն դրանից հետո էլ կողմերի արձակուրդներն են սկսվում։ 10-ին, հարմար է։ Հաջորդ նիստը Հաջորդ նիստը 14:39-ին է դատարանը։ Չէ, հաջորդ նիստը պլանավորենք Չէ, ողջամիտ է։ Ինչի է ողջամիտ չի, որովհետև եթե մեղադրել է հարցաքննությունը ենթադրենք 1 օր տևելու, հաջորդ նիստը պետք է մեղադրել է հարցաքննությամբ շարունակենք։ Եթե մեղադրել է հարցաքննություն 1 օր չի տևելու, եթե 1 օր տևելու, հաջորդը արդեն որպես այդպեսին դատավարությունը մնում է մի փուլ, այդ երկու անթույլատրելիությունը եւ եզրափակիչ ելույթ։ Ուզում ասեմ երկու նիստ եկեք փորձենք համաձայնեցնել, որ մենք կանխատեսելի լինի մեզ։ Չէ, կանխատեսելին կապված այն հանգամանքն է, թե ինչ շրջանակների ինչ ծավալի ցուցմունք պատրաստում տալ, միևնույն ժամանակ հարցերի նախակարգումը պատասխանել, թե ոչ այդ հանգամանքը դիտարկել է մեծ հավանականությամբ հարցը չպատասխանում։ Այսինքն 4.5 ժամ դատանը պատրաստ է տրամադրել այդ Այս հավանականությամբ կբավարարի։ Դե հաջորդ դատականիստը արդեն տրամաբանորեն, եթե միջնորդություն ունենալու եք, Երևի թե չէ։ Չէ, զուտ բացասական հասկանում եք հենց այս մոտեցումն է, այդ ենք ասում։ Մեծ հավանականությամբ այս պայմանությամբ Եթե անգամ բան չեմ մտածում, որ կարող է լինել։ Եթե անգամ լինի կամ նույնիսկ ոչ չտեվեն։ Եկեք դե ուրեմն ձեզ ինչքան ժամանակ պետք է լինի պատասխանել։ Եզրափակիչին մինչև 17-18 Սեպտեմբերի։ Հա, դե եկեք 18-ը շաբաթվա վերջը, 21-ն էլ ոչ աշխատանքային օր։ Դե եկեք սեպտեմբերի 18 օրվա երկրորդ կես, 16:00 հարմար։ Նախատեսում պարոն Մարկարյանի, չէ՞։ բնականաբար մնաց հետո Ժամանակ պետք է տրամադրենք ձեզ։ Ուզում ասում եմ, Չէ, ձեր էլ եք հավատացել։ Որ գաք մի հատ էլ բացակ միջնորդություն ներկայացնեմ։ 18:09 համաստի ընդհանուր եզրափակիչ ելույթ։ ժամը քանի 16:00 Սեպտեմբերի 18 ժամը 16։ Դատական նիստը հետաձգում նշանակում է 5 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 10:00։